Մայրաթոռի դիմաց հիմա էլ փակվեցին քրեակատարողական հիմնարկների դռները։ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր։ Այս մասին Պանորամայեմը զրուցեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ, ով ընդգծեց, որ այսպես խախտվում են բազմաթիվ մարդկանց իրավունքներ ու սա վնաս է հենց կալանավորներին։ Առաջին հերթին դատապարտյալների համար, որոնք իրոք ունեն հոգևոր շփումների կարիք եւ ես տարիներ զբաղվելով այդ համակարգում խնդիրներով համոզված եմ, վստահ եմ, որ նրանց համար դժվար կլինի, որ առանց այդ հոգևոր կապի եւ ինչ իրավունքով է նա արգելում, ես դա չեմ պատկերացնում։ Այսինքն խախտվում են բազմաթիվ մարդկանց իրավունքներ, որոնք հենց ապավինելով այդ հոգևոր կյանքին զղջում են իրենց մեղքերը, չգիտեմ, հավատ ունեն, դուք գիտեք, որ հենց ներսում խաչեր են պատրաստվում, չգիտեմ ինչեր, ես ինքս բազմաթիվ նույնիսկ սաղմոսներ եմ ստացել դատապարտյալներից։ Այսինքն այդ հավատը դա իրենց իրավունքն է, հասկանում եք, ոնց կարելի է դա, չգիտեմ, այսինքն վերջը ինչ է լինելու։ Ես ասում եմ էլի, որ բազմաթիվ դատապարտյալների, կալանավորների, մարդկանց բանտերում գտնվող իրավունքների կոպիտ խախտում է եւ իր քմահաճույքով չի էլի, որ սենց վերցնեն ու արգելեն հոգևորականների մուտքը փակ համակարգ։ Նույնը բանակի դեպքում, բայց այստեղ քրեակատարողական հիմնարկներում շատ ավելի ընդգծված է այդ հոգևոր կարիքները մարդկանց, հասկանում եք, սա է հարցը, չգիտեմ ինչ ասեմ ուրիշ, սա պետք է փոխվի, այս ամեն ինչը չի կարող տենց լինի։ Նժար շարժման հիմնադիր իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ Պանորամայեմի հետ զրույցում նշեց, որ իր համոզմամբ այս քայլը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությունները թիրախավորում են ոչ թե կոնկրետ անձերի, այլ հենց հայ առաքելական եկեղեցին։ Ուղղված ոչ թե մեկ անձի դեմ, եւ խնդիրը մեկ անձը չի, ըստ Նիկոլ Փաշինյանի կաթողիկոսը, այլ առաքելական եկեղեցին, որովհետեւ բազմաթիվ գործողություններ են տեղի ունենում, որոնք խնդիր են առաջացնում հենց հայ առաքելական եկեղեցու հետ սկսած տարածքների սեփականության, կասկածի տակ է դրվում բազմաթիվ հարցեր, խոչընդոտում են բանակում, խոչընդոտում են քրեակատարողական հիմնարկներում, մի խոսքով սա ուղղված է հայ առաքելական եկեղեցու դեմ եւ սա եւս հերթական ապացույցներից մեկն էր, ինչպես կասեն ժամանակին մաթեմատիկայից, ինչը եւ պետք է ապացուցել եւ ապացուցվում է հենց իրանց գործողություններով։ Այսպիսով պարզ է դառնում, որ այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավի շարունակությունն է, սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված հայոց եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել էր նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ու կրթական ոլորտում։ Քնարիկ Սահակյան, Պանորամայեմ։